Շրջանառության մեջ եղած ապօրինի զենք զինամթերքը շարունակում է մնալ հասարակության անվտանգության լուրջ մարտահրավերներից։ Խնդիրը ավելի սրվեց 2020 թվականից հետո, երբ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմից հետո մոտ 17,000 ինքնաձիգ է անհետացել։ Մի մասը հայտնաբերվել է, իսկ գալի մասը դեռ ոչ։ Ներքին գործերի նախարարը լրատվամիջոցներին վստահեցրել էր, թե հետևողականորեն գնացել են ապօրինի զենքերը շրջանառությունից դուրս բերելու ճանապարհով, եւ որ 2025 թվականին նախորդող տարվա համեմատ ապօրինի շրջանառությունից 42,2% ավելի զենք զինամթերք են դուրս բերել։ Աշխատանքը եղել է երկու հարթությունում՝ բացատրական աշխատանք, այսինքն կամավոր հանձնման ռեժիմ եւ խուզարկությունների ճանապարհով, որը ենթադրել է օպերատիվ աշխատանք։ Հրազենի գործադրումը հաճախ ուղեկցվում է ծանր հետևանքներով՝ մարմնական վնասվածքներից մինչև սպանություններ։ Թեպետ ըստ պաշտոնական տվյալների 2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ երկրում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 24 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3,2% նվազում, այնուամենայնիվ 24 դեպքով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ։ Ձերբակալումների մեջ բնականաբար չկան կամավոր հիմունքներով ներկայացված զենք զինամթերքին առնչվող դեպքեր։ Ապօրինի զենքերի շրջանառության դեմ պայքարում կան որոշակի բացթողումներ, նկատում են մասնագետները։ Նրանց խոսքով իրավիճակը սկսեց ավելի պատկերավոր արտահայտվել արձանագրված մի քանի դեպքերից հետո, երբ հանցագործության դեպքում ապօրինի զենքի աղբյուրը կամ չէր երևում, կամ ենթադրության ուղղությունը գնում էր դեպի ռազմադաշտից բերած զենքերը։ Միանշանակ հայտնաբերվել են ապօրինի զենք զինամթերք, բայց դա բավարար չի հետագայի համար ասելու, որ մենք բացթողումներ չունենք։ Ես ասեմ, որ 90% զենքերի աղբյուրը ստանում է հենց ապօրինի զենք զինամթերք։ Ապօրինի զենքի հայտնաբերումն էլ, եթե ոստիկանությունը ուզենա, քողարկված ձևով կարող են այդ սոցիալական հարթակներում հայտնաբերվի եւ կանխվի։ Մասնագետները կարևորում են կանխարգելիչ աշխատանքները, հանրության իրազեկումը, վստահության բարձրացումը եւ անվտանգության մշակույթի ձևավորումը։ Դրանք հատկապես կարևոր են դեռահասների եւ պատանիների շրջանում, քանի որ դրանց ձեռքբերմամբ նրանք կարող են անդառնալի իրադարձությունների զոհը դառնալ։ Հանցագործության գնացող անձը, ով նախապես պլանավորել է կատարի հանցագործություն, ինքը իր երաշխիքը ապահովելու համար, որ կենթանի է մնալու, մի հատ այս վերջի իրադարձություններն է, որ նայեք, քանի զենք ա եղել։ Ես համոզված եմ, որ բոլորն էլ ապօրինի զենքեր են եղել։ Միջոցառումները պետք է լինեն ակտիվ, պետք է լինեն պրոդուկտիվ, որպեսզի քաղաքացուն բերեն մի իրավիճակ, որ ինքը կամավոր կարողանա հանձնի այդ զենքը։ Իրավապահ մարմինները շարունակում են իրականացնել բացահայտման ուղղված միջոցառումներ, կիրառվում են նաև կամավոր հանձնման մեխանիզմներ, սակայն մասնագետները ընդգծում են, որ խնդրի լուծումը պահանջում է ոչ միայն իրավական, այլ նաև հասարակական ճիշտ մոտեցում։ Կարևոր է բարձրացնել իրազեկվածությունը, խրախուսել պատասխանատու վարքագիծը եւ ձևավորել անվտանգության նկատմամբ առավել զգոն վերաբերմունք։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։